Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտենյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր օգոստոսի 5-ն է 2026 թվական։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով զգալիորեն ընդլայնվում է այն վարչական իրավախախտումների ցանկը, որոնց համար օտարերկրյա քաղաքացիներին տուգանքից բացի սպառնում է նաև արտաքսում Ռուսաստանից։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական կայքում։ Նոր օրենքով վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի այն հոդվածների թիվը, որոնց դեպքում կարող է կիրառվել արտաքսում, ավելացել է 22-ից մինչև 45։ Հիմա հարց է ծագում. Ռուսաստանի տնտեսությունը խայտառակ վիճակ, աշխատողի այդքան կարիք ունեն, այս խստացումները ում համար են անում, այդ որտեղից են աշխատող գտնելու, իրանց աշխատող ուժին էլ տանում են Ուկրաինա կոտորում։ Մեկ անգամ եւս պարզաբանեմ, պարբերաբար անդրադառնում եմ դրան, որովհետև մարդիկ ասում են, բայց այդ դեպքում չենք հասկանում, համ ասում եք, էսա կա, ինչի են խստացնում։ Ում դեմ են խստացնում։ Խստացնում են հարավային Կովկասից գնացողների, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, խստացնում են կենտրոնական Ասիայից գնացողների, որովհետև մարդիկ ուզում են գնան, Ռուսաստանում աշխատեն, նորմալ աշխատավարձ ստանան, նորմալ ապրեն, մի բան էլ տուն փող ուղարկեն։ Այսօր վիճակը վատացել է, այդ մարդիկ, որ գնացել են, կյանքը թանկացել է, հազիվ իրանց գլուխն են պահում, որ մնաց թե մի հատ էլ տուն փող ուղարկեն։ Այսինքն ստացվում է, որ կամաց դա դառնում է ոչ ձեռնտու։ Իսկ կենտրոնական Ասիայի երկրների աշխատանքային միգրանտներն ու հարավային Կովկասի պետական մակարդակով որոշում չեն կայացնում ու ասում բոլորդ մի հատ շարք կանգնեք ու գնացեք Ռուսաստան աշխատելու։ Ամեն մեկը անձնական որոշում է իր ընտանիքի հետ որոշած։ Այլևս չի արդարացնում դա։ Ինչ է անում Ռուսաստանը։ Խստացնում է, նեղացնում է, ասում է ինչ եք եկել, ինչ եք ստեղ գտել, վեր կացեք գնացեք Ռուսաստանը ռուսներին եւ այդ մարդիկ որպեսի չկա։ Բա դրա փոխարեն ինչ է անում աշխատանքային միգրանտների հարցը։ Չինացիները գալիս են իրանց կամքով, ռուսները ոչ նրանց դեմ խոսում են, ոչ էլ նրանց համար պայման ստեղծում են։ Չինացիք ասում են պայմանը ստեղծած է, մենք նստած ենք Ռուսաստանի շալակին, մենք կորոշենք ինչ կվերցնենք, ինչ կուզենք, նա էլ կվերցնենք։ Ինչքան աշխատող պետք է հետներս կբերենք, ինչքան տարածք պետքա կգանք, մեր տնտեսությունը կհիմնենք, մեր աշխատողները կբերենք եւ այդ մարդիկ կգանք աշխատեն, որ վաղը մյուս օրն էլ այդ տարածքները արդեն հայտարարենք, որ դա մերն է։ Այդ տարածքների վրա 50 տարի հետո 200 միլիոն չինացի է ապրելու։ Ռուսաստանը ինչ է անելու, չինացիներին դուրս է անելու, իդեպ նրանք քաղաքացիությունը շատ հանգիստ կարան սովորեն։ Ժորժիա մի մարդ, որ չինարեն գիտի, նրա համար ռուսերեն իմանալ ի՞նչ պրոբլեմ է։ Մենք ընդհանրապես մի բանը դժվար սովորելը չինարենն ենք ասում, չէ՞։ Կարող ասենք դե չինացի է, չինարենը ոնց չիմանա, բայց նրանց լեզվից էլ տենց գլուխ անելն այդքան հեշտ չէ։ Այսինքն դա պարզ է եւ մեկ էլ հնդիկ շարան գալիս են 50 հոգով մի սենյակում քնում, ինչ բաղնիկ, ինչ զուգարան, ինչ կոմունալ հարմարություններ, չէ՞ հա, ինչ նեղություն։ Այսինքն այն աշխատանքային պայմանները, որ ինքը ուզում է ստեղծի, չինացին իր համար է ստեղծում, ինչը մատը դնում է վերցնում է, հնդիկն էլ իր համար է ստեղծում, հնդիկին բերում ես, ասում ես, արի ինչ ուզում ես արա, այս քեզ ռուս կանայք, որոնք պարապ են մնացել, դու էլ չտեսնաղա ես։ Այս էլ աշխատանք ամենացածր վարձատրվող աշխատանքն էլ, եթե ելնի, այդ մարդը հաճույքով կանի, որովհետև ինքը իր երկրում շատ ավելի վատ էր ապրում։ Այնպես որ սա է Ռուսաստանի վերաբերմունքը բոլորի նկատմամբ, բայց բոլորի մեջ բոլորը հասկանում են ինչ անում Ռուսաստանը, միայն հայը ասում է կարող է մենք մեզ լավ չպահեցինք, Պուտինը այս օրենքը շատ ճիշտ է արել, որ ընդունել է, մեզ տեղն է, որ ընդունել է, այն հայերը իրանց լավ չեն պահում։ Միայն հայը կարող է տենց մտածի Ռուսաստանում, որ մեղավորը դու ես, այն դեպքում, երբ որ օրենքը վերաբերվում է բոլորին։ Եվ առհասարակ ես ուզում եմ մի բան ասեմ, որովհետև կախվածությունը Ռուսաստանից շատ մեծ է, իսկ Ռուսաստանի վիճակը տեսնում եք ինչ խայտառակ է։ Ես պարբերաբար երբ որ ներկայացնում եմ, իմ մոտ եմ պատկերացումն է, ժողովուրդ ջան, երբ որ ասում են ռուսը, նա երբ է պարտվե, ռուսը հզոր է, ռուսը մեծ է, եւ այլ, ասում եմ ժողովուրդ ջան,
կյանքի բերումով շատ ռուս տեսել եմ, էլի։ Ես պսիխոզ չունեմ, հակառուսական կամ հակավոր, ես նորմալ բանական մարդ եմ, ես քննարկում եմ փաստերն ու փաստարկները։ Ասում եմ ժողովուրդ, դուք գիտեք, չէ՞ որ Ռուսաստանում տնտեսությունների կեսը գազիֆիկացված չի։ Ածուխ են վառում կամ փայտ։ Խողովակը գալի իրաց տան կողքով անցնում է, գնում է ուրիշ երկրներ, բայց իրանց չեն քաշում, որտեղ իրանք ով են, որ իրանք էլ գազ ունենան։ Ասում հա գիտենք, այո գիտենք, բայց ռուսը դե թե չէ որ այնտեղ սառում են կամ փայտ են վառում։ Այդ ինչ կապ ունի մի ենթադրենք մի գյուղում մեկը սառում է, բայց ռուսը հա ասում ենք իսկ տեղյակ եք որ քանի դպրոց կա, որոնց պետքարանը շենքից դուրս է։ Երեխեքը ձմեռը -40-50-ի տակ գնալու են դուրսը։ Ասում հա գիտենք, բայց ինչ կա Դա ինչ կապ ունի ենթադրենք մեկը սառում է մեկի երեխեն, ռուսը այ մարդ, ռուսը ուժեղ է։ Ասում ենք տեղյակ եք, որ վեներական հիվանդություններով արդեն ռուսները տվել անցել են Աֆրիկայի ամենահետամնաց երկրներին։ Տեղյակ եք, էլ թոքերի հիվանդություն, էլ քաղցկեղ, էլ ամեն ինչ, դրանց մակարդակը ինչ աղաղակող չափերի է։ Այո գիտենք, այո իհարկե տեղյակ եք։ Տեղյակ եք ընտանիքների բարոյալքված վիճակում, որ խմած ժամանակ երեխային ունեցե վրներն ամնացե, չես հասկանում այդ երեխեն ոնց հա ծնվել, ինչ հա ծնվել, եթե այդ պայմաններում ա եղել, մենք առավոտից իրիկու դողում ենք երեխեքի վրա, որ հակարդ մի բան չլի, այն էլ ինչ չանես, էլի կարա ալնի։ Բա դրանց ծնվածները գիտեք, բա երկիր են ղեկավարում, պատահական չոլերում ծնվածները քեֆլավ ժամանակ։ Տեխնիկական սպիրտ խմողներից ինչ եք սպասում։ Բոլորը գիտեն, ժողովուրդ ջան։ Հրաշալի գիտեն, որ Ռուսաստանում կյանքի միջին տևողությունը տղամարդկանց համար 15 տարի կարճ է, քան արևմտյան եվրոպական երկրները։ Մի 10 տարի էլ մոտարապես Հայաստանի համեմատ։ Էդ էլ գիտեն, բա կարծում եք չգիտեն։ Բոլոր թերությունները ոչ միայն գիտեն, ասում են դե լավ էլի, պարոն Անտոնյան, մենք ենք իրանց հետ շփվում չգիտենք, բայց որ ռուսն է այդ երևակայական կերպարը, որ տենց ուժեղ է, առնական է, հա Երևի Պուտինն է, ժողովուրդ ջան, այ մոռացել էինք, Պուտինն է իրանց հավաքական կերպարը, ռուսի կերպարը, այն էլ թարսի պես գնաց Ուկրաինա հանգավ կռվի մեջ, չի կարում տակից դուրս գա, պրոբլեմների մեջ է, կախվածության մեջ է հայտնվել, այն ու որ սաղ օրը սպասում էր, որ իր հետ նկարվեն, հմիկն է սպասվում, որ նրանց հետ նկարվի, Աֆրիկային Ուկրաինայից գողացած ցորենը տվեց, որ աֆրիկացի գան հետը նկարվեն։ Եվ ի վերջո չմոռանանք, որ Հայաստանում որոշ մարդիկ հասկացան ինչ կատարվեց, երբ որ ինքը գնաց Հեյդար Ալիևի արձանի առաջ չոքեց, ժողովուրդ ջան։ Այն օր հասկացա, որ է տածեր Պուտինը։ Իդեպ, հարցը մենակ նա չի, որ Հեյդար Ալիևը ով էր։ Հեյդար Ալիևը տղեկ չի Ադրբեջանի նախագահ, որ կանգնում ասում է ռուսները օկուպանտ են, Ադրբեջանը գրավել են։ Ասում են բա տղա ջան, որ ռուսներն օկուպանտ են, Ադրբեջանը գրավել են, հերդ այդ գրաված Ադրբեջանի առաջի դեմքը չէր։ Հերդ խորհրդային միության մինիստրների խորհրդի նախագահի առաջի տեղակալ չէր, քաղբյուրոյի անդամ չէր, օկուպացված երկրի, բա դու այդում հետևորդն ես, ում ժառանգորդն ես, գլուխդ էլ գովում ես բոլոր տեղերը նկարը կպցնում ես, այսինքն օկուպանտ հորդ նկարն ես կպցնում, որ Ադրբեջանը գրավել էր Ռուսաստանի կողմից։ Հազիվ գոնե լավա Պուտինը Ալիևի առաջ չոքեց արձանի, գոնե մի քիչ մերոնք մի քիչ խելքի եկան, որ այդ հավաքական ռուսի կերպարը Պուտինն էլ չի։ Ասում եմ բոլոր պատերազմները կրել, ասում են որ Ղրիմին դե այ դա հեչ էլի, բա որը ռուս-ճապոնականը այդ էլ հեչ, բա որը երկրորդ համաշխարհային է, մենակ ռուսը, լուրջ եք ասում, բա մնացածն ինչ էին անում։ Բա եթե Ուկրաինան ու Բելարուսը չեն կռվել, ամենամեծ բեռը իրանց վրա չեն վերցրել։ Այդ մյուս երկրները հակահիտլերյան կոալիցիայի ապուշ էին, որ կանգնեին ասեին թող մակում խորհրդային միությունը 3 ձայն ունենա։ Խորհրդային միություն, Ուկրաինա, Բելարուս, այն դեպքում երբ որ նրանք միջազգային իրավունքի սուբյեկտ չեն։ Ամբողջ աշխարհը ճանաչում է Ուկրաինայի արածը երկրորդ համաշխարհային պատերազմում, Ռուսաստանն ասում է մենք կրել ենք ֆաշիզմին, հիմա էլ կրելու ենք այս մյուս ֆաշիստներին։ Կարող եմ պատահաբար հիշեք, որ Ուկրաինան ձեր կողմից էր կռվում այն ֆաշիստների դեմ։
Հիմա անգել եք չեք կարող տակից դուրս գաք։ Այս ամեն ինչը դրա համար ժողովուրդ ջան, դրա համար ես խնդրում եմ, եթե դուք հավաքական ռուսի ձեր նկարագրածը, ձեր երազածը տեսել եք միտեղ, ասեք ժողովուրդ ջան, նկարեք, ուղարկեք, ես էլ տեսնեմ։ Ով է այդ հավաքական, հզոր, առնական, որպեսի այսինքն այս ցեխ ու ջրի մեջ փողոցները ասֆալտած չի, խայտարակ վիճակը գազիֆիկացված չի, առողջական խայտարակ խնդիրներ ունեն, երեխեքի վիճակը նայեք, հիվանդությունների վիճակը, մարդիկ իրանց կյանքում շրջկենտրոնից ենկոն բան չեն տեսել, ասում ամբողջ արևմուտքը մեզ նախանձում է, ինչին է նախանձում, ինչի տա նախանձում։ Այս մարդիկ ուզում են Հայաստան կառավարեն ժողովուրդ, եւ Հայաստանում գտնվում են մարդիկ, ովքեր ձայն են տալիս քաղաքական ուժերի, որոնք գնան խորհրդարան, որպեսի մեզ տանեն կոխեն այդ ճահիճը նորից ժողովուրդ ջան։ Ես չեմ ասում Նիկոլ Փաշինյանն այդ ճահիճից մեզ հանելա։ Վայ, ուր էր մեզ տենց բախտ։ Այդ տենց չի։ Եվ ի վերջո չմոռանաք, որ այն խայտարակությունը, որը այսօր կա Ռուսաստանը բախտներս բերեց, սանկցիաներ կիրառեց, դա զուգադիպեց իր նկատմամբ արդեն ուկրաինական սանկցիաների։ Այս խեղճ Եվրոպան էլ ասեց, թե մեր պատճառով է սանկցիա կիրառում, մենք էլ բերեք օգնենք, հիմա էլ արտոնյալ ռեժիմի հետ կապված էլ փաստաթուղթը պատրաստել են, որ Եվրամիությունում ընդունեն պարլամենտով արդեն այդ ամեն ինչը Հայաստանի տան արտոնյալ ռեժիմ, որովհետև իրանք են մեղավոր, որովհետև Հայաստանն ուզում էր Եվրոպա գա, Ռուսաստանը չի թողում։ Բայց եթե հանկարծ նենց էլ Ռուսաստանը սանկցիա չկիրառեր, ու այդ խայտարակ լոգիստիկ խնդիրները, որ այսօր ունի, հայկական ապրանքը չկարողանայինք այնտեղ վաճառենք, Եվրոպան իրան պարտավորված չէր զգալու, ոչ փող էր տալու, ոչ էլ այդպես հրատապ խնդիրներ էր որոշելու աներ մեզ համար։ Ժողովուրդ ջան, այս ամեն ինչը պարզապես բախտներս բերեց, որ ռուսները ավելի շուտ կիրառեցին այդ սանկցիաները, որովհետև եթե այդ սանկցիաները չկիրառեին ու մենք ապրանքը չկարողանայինք Ռուսաստան վաճառենք, Եվրոպան իրան պարտավորված չէր զգա։ Էնպես որ էլ նայենք ու անցնենք առաջ, շատ հարցեր ունենք։ Եվրահանձնաժողովի խոսնակը պարզաբանել է, ինչ վերաբերում է Եվրամիության սահմաններից դուրս անօրինական ներգաղթյալների վերադարձի կենտրոնների ստեղծմանը, ըստ մեր աղբյուրի հաջորդ քայլերը Եվրամիության անդամ պետությունների տիրույթում են։ Հանձնաժողովը տեղյակ է, որ անդամ պետությունները որոշակի երրորդ երկրների հետ հնարավոր լուծումներ են ուսումնասիրում։ Այնուամենայնիվ այս պահին սեղանին դրված կոնկրետ առաջարկներ չկան։ Այո, չկան կոնկրետ առաջարկներ, դա եղել է Իտալիայի նախագահ վարչապետի Ջորջո Մելոնիի կողմից ասած, որ այո, կարող են նաև այլ երկրներում էլ լինեն նման տեղեր, որևէ դեպքում դա Հայաստանի համար ցանկալի չէ, չնայած հիշում եք, որ Թուրքիայում պարբերաբար, երբ որ այդ փախստականները Թուրքիան պահում էր, Եվրոպան էլ անընդհատ փող էր տալիս, եւ Եվրոպային էլ Թուրքիան անընդհատ շանտաժ էր անում, ասում էր, տեսեք, հա, եթե այդ փողերը չտաք կամ ձեզ լավ չպահեք, թողեմ, բաց թողեմ, սա կան լցվեն Եվրոպա հալներդ կտեսնեք, այսինքն դա իրենա շանտաժի գործիք է, մեզ դրա կարիքը չունենք, մենք հուսանք, որ դրա հարցը չի հասնի, թե ինչու համար դա պետք է Հայաստանում լինի, բայց եւ միևնույն ժամանակ մենք պետք է նկատի ունենանք, որ դրա հետ կապված, թե ինչի այդ վտանգը առաջացավ բանի այդ Եվրոպայում դա Իսպանիայի Սեուտայի հետ կապված խնդիրներ, որին ավելի հանգամանալից կանդրադառնանք, հեսա մի հատ հարմար պահի։ Հիմա տեսնենք։ Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան գեներալ Վալերի Զալուժնին Ուկրաինայի սահմանադրությամբ ամրագրված ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի ուղին հեռանկարային չի համարում։ Ես ՆԱՏՕ-ն շատ լավ գիտեմ, մոտ 12 տարի, երևի անձամբ զբաղվել եմ դրանով, որ մենք յուրացնենք ՆԱՏՕ-ի չափանիշները եւ ամեն տարի լսել եմ հեքիաթներ այն մասին, թե ուր որը մենք կմտնենք ՆԱՏՕ։ Մենք ցավոք երբեք չենք մտնի դրա կազմում։ Զալուժնիի կարծիքով Ուկրաինայի դաշինքին անդամակցելու խոչընդոտն այն է, որ անհնար է միանալ այնպիսի զարգացման մակարդակով, ինչպիսին կա Ուկրաինայի զինված ուժերում, մի կազմակերպության, որը ղեկավարվում է երկրորդ համաշխարհային պատերազմի դոկտրիններով։ Զալուժնին նաև չափազանց բացասաբար է գնահատել ՆԱՏՕ-ի ներուժը, չնայած դրան, որ նրա անդամ են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ եւ այլ երկրներ։ Հիմա հասկանանք, այո, Ուկրաինան դիմել է ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հարցում, նաև դա եղել է, որ հստակ քայլերով
նաև երբ որ արդեն պատերազմը Ռուսաստանը սկսեց Ուկրաինայի դեմ, մինչև այդ հարցը օրակարգում ձգձգվում էր, անգամ Ուկրաինան ասում էր, անգամ Արևմուտքն ասում էր մոտ ապագայում նույնիսկ այդ հարցը չենք էլ քննարկի։ Բայց դրանից հետո շատ ավելի ճկուն մեխանիզմով Ուկրաինայի անվտանգությունը պահում է, այդ թվում եվրոպական ՆԱՏՕ-ի անդամ երկրները եւ ոչ միայն եվրոպական։ Այսինքն եթե օբյեկտիվորեն նայենք, իսկապես ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը այս պահին նույնիսկ Ուկրաինայի շահերից չի բխում, որովհետեւ այն ճկուն մեխանիզմը կամավորների հավաքված, դա եւ ՆԱՏՕ-ի անդամ պետություններ են, ոչ միայն Եվրոպայի, այլև Կանադայի, դա Ճապոնիան է, որը ոչ ՆԱՏՕ-ի անդամ է, ոչ էլ ռազմական այն բլոկի, որ ասես կապ ունի արևմուտքի հետ, դա Ավստրալիան, Նոր Զելանդիան է, որը անզուսի անդամ է ռազմական բլոկի Ամերիկա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, դա անգամ Ավստրիան է, որը որ չեզոք պետություն էր 55 թվականին, երբ որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը մտավ ՆԱՏՕ, այդ ժամանակ է խորհրդային միությունն ասեց դե որ տենց է, այսինքն կստեղծեն Վարշավայի պակտ, 8 պետությունով ստեղծեց ի հակադրություն։ Ավստրիան ասեց ինձ հետ գործ չունեք, ոչ են կողմնեմ, ոչ են կողմնեմ։ Այո, Եվրամիության անդամ է, բայց ՆԱՏՕ-ի անդամ չէ։ Բայց այդ չեզոք Ավստրիան անգամ ասեց ես Ուկրաինային աջակցելու եմ։ Այսինքն դա հիմա ՆԱՏՕ-ն դա Ուկրաինայի համար զուտ բանակցային թեմա է, որ եթե հանկարծ Ռուսաստանի հետ համաձայնության են գալի, Ռուսաստանն ուզում ասի տեսակ թույլ չտվեցի, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ, ասեն դե լավ, չենք ուզում դառնանք ՆԱՏՕ-ի անդամ, ընդհանրը բանակցային սեղանին Ռուսաստանին հաղթող ցույց տալու համար գոնե պատերազմը ժամ առաջ դադարեցվի։ Իրականում շատ ավելի ճկուն համակարգով Ուկրաինայի անվտանգությունն էլ ապահովում եւ վերջապես Եվրոպան էլ բավական լուրջ զինվում է եւ նաեւ եվրոպական անվտանգության հարցը։ Ուդեպ սա նաեւ ինչով է կարեւոր հենց Հայաստանի համար, որ ասեմ։ Դեռ 2004 թվականից ես որ իմ հրապարակային գործունեությունը սկսել եմ, խոսել եմ, որ Հայաստանը պետք է լինի Եվրամիության անդամ, ՆԱՏՕ-ի անդամ, որտեղ Եվրամիության անվտանգությունը ապահովել է ՆԱՏՕ-ն, բա որտեղ լինեինք։ Եվ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ռազմաքաղաքական, տնտեսական, երկարաժամկետ փոխշահավետ համագործակցություն։ Բայց ինչու ուկրաինական պատերազմից հետո ես ասում եմ պայմանականորեն ՆԱՏՕ, որտեղ բանա փոխվե։ Բանափոխվե ինչ առումով, որովհետև մենք տեսնում ենք նաև Ուկրաինայի դեպքի հետ կապված ՆԱՏՕ-ի հետ կապված վերաբերմունքը, բացի դրանից, այն չափորոշիչները, որը ՆԱՏՕ-ի առաջ դրված է, 5% հասցնել համախառն ներքին արդյունքի, նույնիսկ եվրոպական զարգացած երկրները չեն կարողանում այդ չափանիշին հասնել, դրանց համար շատ ծանր է այդ թվին հասնել, Հայաստանը որպեսզի դառնա ՆԱՏՕ-ի անդամ, նա պետք է որոշակի նորմատիվներ կարողանա հասնել այդ մակարդակին, բացի դրանից կարող է վետո դնել պայմանականորեն Թուրքիան, որը այդ վետոն դրեց Շվեդիայի հետ կապված ձգձգեց մինչև իր ուզածը ստանա, բայց չասենք մենակ Շվեդիան, Կիպրոսը 2004 թվականի մայիսի 1-ին դարձավ Եվրամիության անդամ, բայց քանի որ Կիպրոսի հյուսիսային մասը օկուպացրել է Թուրքիան, թույլ չի տալիս, որ Կիպրոսը դառնա նաև ՆԱՏՕ-ի անդամ։ Այսինքն բացի այդ վետոյի խնդիրը եւ մեկ էլ մյուսը Քանի տարի է մեզ պետք որ այդ չափորոշիչին հասնենք, այն դեպքում իսկ երբ որ հասնենք, մեր համախառն ներքին արդյունքի 5%-ը պետքա տանք ռազմական ծախսերին։ Իսկ մենք եթե նայենք մեր բյուջեին, դա նշանակում է տարին 1.5 միլիարդ դոլար։ Եթե այսօր համարենք, եթե այսօր ՆԱՏՕ-ի անդամ ենք, դա մեր բյուջեի 20%-ն է։ Եթե համախառն ներքին արդյունքի 5%-ն է։ Այսինքն դուք հասկանում եք, որ դա անիրատեսական ծանրություն է մեզ համար, բայց մենք չպետք է օրակարգից հանենք ՆԱՏՕ-ի անդամություն, ոնց որ Ուկրաինան չի հանում։ Ընդհակառակը շատ լավ էլ բանակցելու ենք, ասենք եթե Եվրամիություն, ապա անվերապահորեն ՆԱՏՕ, որպեսզի հանկարծ ենթադրենք Իրանի նման մեր հարևանն ասի ՆԱՏՕ-ի անունը չտաս, ասենք դե լավ։ Դե որ չես ուզում տանք, Եվրոպայի անվտանգության համակարգով դու հոդեշգո չես, որ Եվրոպան ներկայացված լինի իր անվտանգային համակարգով։ Մենք էլ համակարգի մեջ չլնելով, գործընկերային հարաբերություն ունենալով կարողանանք մեր անվտանգությունը ապահովենք։ Այո, դա պետք է լինի բանակցային թեմա, մենք դա պետք է ունենանք օրակարգում, որ դնենք, հետո զիջման գնանք։ Թե չէ մինչև բանակցության սեղանին նստելը, որ ամեն ինչ զիջես, գնալու ես մի բան ավել ուզելու են քեզանից։ Եվ պատահական չի, դրա համար շատերը, որ այս նոր են երևի ՆԱՏՕ-ի անունը լսել, մեկ էլ հուզված ասում են, ոնց դեմ եք, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ դառնա։
Ժորժ ջան, այն ժամանակ որ ես հասնի Հայաստանը դե ՆԱՏՕ-ի անդամ լինի, դուք ռուսամետ իշխանությունների ծառա էիք աշխատում։ Խնդրում եմ գոնե մեր ուղղությամբ նման գնահատականներ չտաք, ձեր անցյալը չհիշացնենք։ Ահա, հիմա դուք հասկացաք ինչի մասին է խոսքը։ Տուլայի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի պատճառով հրդեհ է բռնկվել Վայլդբրիզի պահեստում։ ԱԹՍ-ն ընկել է Վայլդբրիզի տեսակավորման կենտրոնի տարածքում, ինչին հաջորդել է նրա բռնկումը։ Ոնց նայենք ամենահամեստ հաշվարկով, լավ, ենթադրենք մի 300 մետր է ուղիղ գծով հեռավորությունը, բայց գումարենք նաև, որ հենց սահմանից չեն կրակում, լավ մի 400 կիլոմետր է հեռավորությունը։ Ժորժ չգիտեիք, որ խփելու է։ 1400 կիլոմետր վրա խփում են, 400 վրա չէին խփելու։ Այսինքն դուք ի վիճակի չեք դա պահել։ Դուք հրաշալի գիտեք, որ Վայլդբրիզը երբ որ կործանվեց, բանկային համակարգը դա կործանվել, այդ փողերն ով է տալու։ Պետությունը եթե չփրկի այդ բանկերին, լա դուք պատկերացնեք երկրում ինչ կառաջանա։ Ամենահզոր բանկերն են բարգավորել։ Պատկերացնում եք նրանց, իսկ այսօր Ռուսաստանի կենտրոնական բանկը ի վիճակի է այսօր որևէ մեկի բանը մասնավոր բանկի բեռը իր վրա վերցնի, լավ եք ծանոթ Ռուսաստանի տնտեսությանն ու բանկային համակարգին ու ֆինանսական վիճակին, որ նա ի վիճակի ալ, իսկ եթե ինքը չի խառնվում, դուք տեսնում եք ինչ ալնում։ Բայց հիմա Ռուսաստանը ուզում է մտածում է, որ առիթից օգտվենք, որ դրան խփում են, տեղը մի ուրիշը զարգացնենք։ Ուրիշը ինչ է զարգացնես։ Այդ փողերը կորչում է, կամ մի ուրիշ պահեստ կսարքես, դրան կխփեն։ Հիմա այսօր ձեր արածն ինչ էր։ Նավթավերամշակման գործարաններին Ուկրաինան խփելուց հետո խիստ վերահսկողություն սահմանեցիք, որ հիմա հանկարծ անեն չլինի, որ լցակայանները հանկարծ ինչ-որ ուրիշ գնով վաճառեն, չգիտես ինչ անեն, կարգավորումներ եք մտցրել, նպատակը որն է, որպեսզի մասնավոր բենզալցակայանները սննկանան եւ դուք վերահսկողության տակ վերցնեք պետական ստրուկտուրաների տակ։ Այդ չգիտենք ինչ արեցիք։ Թե չէ մի հատ հարվածում էր մի հատ դրոն, մեկ էլ միանգամից բենզինը անհետացավ։ Ոչ մի բան չի եղել, ստեից ընդեղից մի քիչ բենզին են բերել, այդ թվում նաև Մարոկկոից, Հնդկաստանից, Ղազախստանից, բայց չէր կարա դա այնպիսի ծավալներ, որ միանգամից բենզինը վերադառնար։ Ոչ, բենզինը վերահսկողությամբ վերադարձավ, որի արդյունքում մասնավոր բենզալցականները ուղղակի կսննկանան ու ասպարեզից դուրս կգան։ Այդ տարածքներն էլ շատ հանգիստ իրանք ձեռքերից կվերցնեն։ Սա է Ռուսաստանի վիճակը, առիթից օգտվելու վիճակը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն կրկին արտանում ենք Ուկրաինայի ուղղությամբ օդային հարձակումների միջոցով Ռուսաստանի իրականացած սարսափելի ոչռագործությունների մասին նորություններով։ Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածությունների համար, եւ մենք օգտագործում ենք ռուսական սառեցված ակտիվներից ստացված հասույթը համոզվելու համար, որ դա տեղի կունենա, մենք դրանից եւս 1.4 միլիարդ եվրո ենք հասանելի դարձնում Ուկրաինայի համար։ Սա նպաստելու է Ռուսաստանի ապօրինի պատերազմի դեմ Ուկրաինայի շարունակական դիմադրությանը։ Հիմա դուք տեսնում եք, որ Եվրոպան համառորեն օգնելու է Ուկրաինային եւ համառորեն անելու է բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի կարողանա մեղմի այն խնդիրները, որը Ռուսաստանն առաջացնում է Ուկրաինայի համար։ Ուկրաինան խփում է նպատակային կոնկրետ օբյեկտներին, որոնք որ տնտեսության համար լուրջ խնդիրներ են առաջացնում, Ռուսաստանը խփում է բնակավայրերին, այն էլ հիմա իր հրթիռներ ու դրոնները խայտարակ վիճակի են, որ անգամ կարող ասի դե Ժորժ ջան, ես ուզում էի իսկապես խփեմ գործարաններին, բայց դե ուղիղ չկարողացա խփեմ, էլի ու պատահական կպավ տներին։ Համարժեք չի են ինչ որ անում է, բացի որ անմարդկային է, համարժեք չի են ինչ որ անում է եւ արդյունքում Եվրոպան այո հստակ ձևով աջակցում է։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայել Գալուզին Ռուսաստանի նման հզոր միջուկային տերությանը հաղթելու փորձերն ապարդյուն են։ Դա անհնար է, դա երբեք չի լինելու, որովհետև Ռուսաստանի նման հզոր միջուկային տերությանը անհնար է ռազմավարական պարտություն հասցնել, սակայն Արևմուտքը ցավոք ձգտում է դա անել իր կիևյան խամաճիկների ձեռքով։ Մեկ անգամ եւս ասենք, ուժ հասկացող Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայել Գալուզինին, որ դու երբ որ միջուկային անընդհատ նշում ես, դու միջուկային զենքդ օգտագործելու ես ոչ միջուկային պետությանը հարված հասցնելու համար,
բա աչքի թայը չեն հանելու, հակառակ հարվածը չես ստանալու, բա միջուկային ատոմակայանների հարվածը չես ստանալու, բա քո պահեստների հարվածը չես ստանալու, ում ես վախացնում։ Այսինքն դուք պատրաստ եք մեռնել մենակ թե Դոնբասից մի քանի կիլոմետր ձեզ, հա։ Լուրջ ես ասում, որ գնում ես տուն, երեխեք չի թքում երեսիդ, ասում ես, չի ասեմ, պապա ջան, դու ուզում ես ես մեռնեմ, որ այդ անասուն շիզոֆրենիկը մի քանի կիլոմետր տարածք դարձնի ավերակ ու առաջ գնա։ Դու դրան ինչի համար ես ծառայում, որ քո երեխեն լավ ապրի։ Բան չես տանում ինձ կոտորում։ Այսինքն այդ որ վախացնում եք ինչ։ Ով է դրանից վախենում։ Ամեն օր վախացնում եք դուք, միջուկային զենքով վախացնում եք, սովորական սպառազինությամբ կռվում, որի դեպքում ոչ ձեր տնտեսությունը կդիմանա հավաքական արևմուտքի տնտեսությանը, որ ձեր ռազմական կարողությունը կդիմանա հավաքական արևմուտքի կարողությանը, իսկ ինչպես տեսնում եք պատերազմի ընթացքում Ուկրաինան ավելի արդյունավետ է եւ կռվում եւ զենք արտադրում, քան դուք։ Ինչ ես վախացնում։ Եվ իդե արտաքին գործերի նախարարությունը, որ սենց ագրեսիվ խոսում է, հիշենք, որ ուղղակի էլի մի հատ տենց ագրեսիվ երիտասարդ կար, որի ճակատագիրը գոնե մենք գիտենք։ Ով էր դա։ Նացիստական Գերմանիայի ռեյս մինիստրը արտաքին գործերի Յոահիմ ֆոն Ռիբենտրոպը, որին Նյուրնբերգով կախաղանի բարձրացրեցին։ Ու այնպես չի, որ բոլորին տենց ջարդեցին, փշրեցին։ Մի 3 հոգու անգամ դատարանի դահլիճից անմեղ ճանաչեցին, բաց թողեցին։ Էն էլ էլիտար հանցագործների պատկերացեք գործերը սարքած, այդ թվում նաև Յալմար Շախտին, բանկիր ֆինանսիստ, որ ֆինանսավորել էր Երրորդ Ռեյխին։ Անկան ռազմական մինիստրին Ալբերտ Շպերին 20 տարի տվեցին։ Բայց Ռիբենտրոպին կախաղան բարձր։ Ինչի համար։ Արտգործնախարարի մեղքը որն էր։ Արտգործնախարարի վարած ագրեսիվ քաղաքականությունն էր, որ ասում է քո պես դեբիլի պատճառով այս պատերազմի մեջ ներքաշվեցինք։ Այդ ձեր ագրեսիվությունը, որ երկու ճակատ բացվեց, էս եղավ, այն եղավ եւ այդքան հանցագործությունները արդարացրեցիք ձեր դիվանագիտական հիմարություններով։ Բա Յոահիմ ֆոն Ռիբենտրոպը 39 թվականի սեպտեմբերի 1-ին մտնում է Լեհաստան Հիտլերի բանակը, ինքը կանգնում հավաստիացնում է, որ ասում է ոչ Գերմանիա, Բրիտանիան, ոչ էլ Ֆրանսիան պատերազմի մեջ չեն մտնի, հանգիստ մտի Լեհաստան, իրանք քաշվելու են մի կողմ, բա մտար սեպտեմբերի 3-ին Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան պատերազմ հայտարարեցին Գերմանիային, բա դուք չհասկացաք ինչ կատարվեց, եթե այդ ժամանակ Հիտլերը Ռիբենտրոպին ոտերից կախեր, որ ասեր քուսխալ հաշվարկի պատճառով ներքաշվեցինք։ Նյուրնբերգում գլխիկ չէին կախի։ Էտա, ուզում եմ ուղղակի Սերգեյ Լավրովն էլ իմանա, որ ինքը չի ասելու, ես արտգործնախարար եմ, ես ինչ մեղավոր եմ, ինչ ասել են, այդ տարել եմ։ Ձեր ագրեսիվ քաղաքականության պատճառով է, որ այդ պատերազմը շարունակվում է, որտեղ մեկը չեք մտնում, ասեք, լսեք ու ուզածն ինչ է։ Վրաստանի Կուլիևի նավահանգստում գտնվող նավթավերամշակման գործարանի սեփականատեր Black Sea Petroleum ընկերությունն այս տարվա օգոստոս-սեպտեմբերից կանցնի Ղազախստանից եւ Լիբիայից նավթի վերամշակման դադարեցնելով ռուսական նավթի գնումները։ Սա Եվրամիության 21-րդ սանկցիաների փաթեթում ներգրավված էր։ Վրացիները հասկացան, որ խաղեր պետք չի տալ, Եվրոպայի այդտեղից էլ հարաբերությունները լարված են, ավելի լավ է շառից հեռու։ Ռուսաստանին ասին հաջողություն, քո նավթ մեր մոտ չուղարկես։ Ինչպես տեսնում եք, անմիջապես դա աշխատեց։ Մի քանի օր առաջ էր այդ փաթեթը ընդունվել։ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհսեդ Ռեզայի։ Մենք կտրականապես թույլ չենք տա, որ Հորմուզի նեղուցում բացվի որևէ ճանապարհ, բացի Իրանի կողմից վերահսկվող ճանապարհից։ Նույնիսկ եթե Միացյալ Նահանգները Հորմուզի նեղուցում անօրինական ճանապարհով ռազմական նավ ուղարկի, մենք կհարվածենք դրան։ Որովհետև հիմա այսօր Դոնալդ Տրամփն ասում է հարցերը լավ է, ամեն ինչ նորմալ է, մի հատ հասկանանք թե այս ում հետ է լավ, ում հետ է պայմանավորվել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը եւ Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցում նավագնացության բնականոն ընթացքը մինչև օգոստոսի 4-ը վերականգնելու հարցը։ Բանակցություններն այսպես թե այնպես արագ կանցնեն, դա այդքան էլ բարդ չէ, բայց ամսի 4-ը ինչպես տեսնում ենք անցել է, հարցը լուծված չի։ Դրա համար ներկայացրեցի ձեզ, որ սա ընդամենը
այն իր հույսն էր, հիմա հույսից հետոն էլ կասենք։ Թրամփը նշել է, որ ԱՄՆ Իրան ներկայիս բանակցությունները Թեհրանի վերջին հնարավորությունն են։ Այս վերջի անգամ ասում այդպես, վերջի անգամ եմ ասում, ու տենց վերջի անգամ ասում է վերջին 1000 անգամը։ 1001 երևի արդեն, այս վերջինը 1001-ը երևի։ Դոնալդ Տրամփ, Իրանի ղեկավարությունը երկերեսանի է, նրանք խնդրում են հանդիպում, բանակցություններ են ընթանում, հետո հայտարարում են, իբր ոչինչ չի քննարկում, եւ իրենք միայն Օմանի հետ գործ ունեն։ Իրականում քննարկում են խնդրի լուծում, որը նրանք ստեղծել են տասնամյակներ շարունակ։ Այնուհետև նրանք շարունակում են իրենց սովորական անհեթեթությունները, ասելով, որ Հորմուզի նեղուցը հզոր կերպով կշահագործի նրանց կողմից, երբ այն արդեն լիովին վերահսկվում է Միացյալ Նահանգների նավատորմի եւ մեր շրջափակման կամ ինչպես ոմանք են ասում Միացյալ Նահանգների պողպատի պատի կողմից։ Իրանի հետ կապված ոչինչ չի անցնում, եթե մենք չենք ուզում եւ ոչինչ չի անցնի, եթե չքննարկվի համաձայնագիր կամ լիակատար հանձնում, անկախ նայից, թե Իրանը ուզում է դա ընդունել, թե ոչ։ Մենք ըստ էության խոսում ենք այն խնդրի լուծման մասին, որը նրանք առաջացրել են տասնամյակներ շարունակ։ Ինչու եմ ես սա մանրամասն ասում, որտեղ արդյունքը տեսնենք ինչ է։ Թրամփը վստահեցրել է, որ Իրանին թույլ չի տա վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնելու համար։ Մենք ամբողջությամբ վերահսկում ենք իրավիճակը, շատ պարզ է, Իրանը երբեք զենք չի ունենա, գրել է Թրամփը։ Եվ դրանից հետո, այն ինչ որ ասելը, Կատարի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչն ասում է, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև ճգնաժամի կարգավորման մասին համաձայնությունն այս պահին ձեռք չի բերվել։ Կողմերը շարունակում են աշխատանքը։ Միջնորդները գործարքի կնքման համար որևէ ժամկետային շրջանակներ չեն սահմանում։ Այս է վիճակը։ Հիմա նորից Դոնալդ Տրամփը հիմա էլ արդեն անդրադառնում է դրան, ամսի 4-ն էլ անցավ։ Դոնալդ Տրամփ, մենք շատ լավ առաջ ենք գնում Իրանի հետ բանակցային գործընթացում։ Մենք արդյունքների մասին կիմանանք 48 ժամվա ընթացքում։ Հորմուզի նեղուցի բացումը կարող է տեղի ունենալ վաղը չէ մյուս օրը, կամ վաղը չէ մյուս օրը, զգալի առաջընթաց է գրանցվել։ Դուք հիմա իրոք գտնում եք, որ այդ առաջընթացը կա։ Եթե առաջընթացը կա, աշներս տենա, մենք էլ խաղաղվենք, հասկանանք ինչ ենք անում, որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգները Թրիփի հետ կապված կրկնապատկում է գումարները, մարդիկ էստեղ ոգևորվել են, ասում են, այդ ինչ լավ է, փողերն եկավ, մի հատ չեն ասում, այդ ինչ փողեր է, ինչ են անելու, արդյոք դա կյանքի է կոչվելու, թե չէ, երբ է կյանքի կոչվելու, ինչ վերաբերմունք ունի դրա հետ կապված Իրանը։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայի, Իրանը եւ Օմանը շարունակում են բանակցությունները Հորմուզի նեղուցում անվտանգ նավարկության վերաբերյալ։ Երկու ափամերձ պետությունների միջև բանակցությունները կենտրոնացված են առևտրային նավագնացության փոխադարձ երթուղիների շուրջ համաձայնության գալու վրա։ Մշակվող մեխանիզմը նախատեսված է ինքնիշխան իրավունքների հարգումն ապահովելու եւ Իրանի եւ Օմանի ազգային անվտանգության նկատառումների հաշվի առնելու։ Այսինքն համառորեն Իրանը պնդում է, որ մենք Օմանի հետ ենք քննարկում, դա մեր տերիտորիալ ջրերում է եւ Ամերիկան դրա հետ կապ չունի։ Թրամփը անդադ ասում է, չէ, այն ինչ որ դուք խոսում եք, այդ բանակցության մեջ մենք էլ կանք, ասում են դուք չկաք, ժողովուրդ ջան, մենք իրար հետ ենք քննարկում։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ բանակցություններում առաջընթաց է գրանցվել, սակայն դեռևս վերջնական համաձայնության չենք հասել։ Մենք հույս ունենք, որ համաձայնագիրը շատ շուտով կյանքի կկոչվի։ Նեղուցներով նավեր են շարժվում, այս պահին նեղուցներով նավթ է տեղափոխվում, նեղուցները բաց են։ Խնդրեմ։ Իսկ հիմա նայենք մի հարցել, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ լսել է ուկրաինական բանակցային թիմի զեկույցները եւ խաղաղության ջանքերի եւ Ռուսաստանում տիրող տրամադրության վերաբերյալ։ Մենք պատրաստ կլինենք բոլոր ձևաչափերի հանդիպումներին։ Մենք ակնկալում ենք, որ Սթիվ Ուիթքոֆը, բանագնացը հատուկ Դոնալդ Տրամփի եւ Ջարեդ Քուշները մասնագիտությամբ փեսան Դոնալդ Տրամփի ակտիվ կլինեն օգոստոսին։ Մենք նաև շարունակում ենք աշխատել այլ գործընկերների հետ, մասնավորապես Պարսից ծոցի երկրների ուշադրություն աշխատում ենք Պարսից ծոցի երկրների հետ Ուկրաինան, որոնք կարող են աջակցել մեր դիվանագիտական ջանքերին եւ մեր անվտանգության կարիքներին։ Սա դեռևս հրապարակային չէ եւ մենք որևէ մանրամասնություն չունենք։ Մենք չենք կարող ամեն ինչ բացահայտել, ասել է Զելենսկին։ Բայց այս մասը, որ ինքը բացահայտել է, այն ինչ որ ինքը ասել է, օրեր առաջ մենք պարբերաբար նաև մի քանի անգամ անդրադարձել ենք, որ
տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունները պահպանելու եւ նաեւ նրանց աջակցելու հարցում սա նորություն չի, որ Ուկրաինան դիմել է նրանց, ասել է ես կարող եմ քեզ օգնել, երբ որ հարվածներ էին հասցնում։ Իրանը, երբ որ ասում ենք շատ զգուշավոր է, որ հանկարծ Ուկրաինային հարվածներ չհասցնի, ոչ միայն ասել ենք, որ Եվրոպան կմտնի պատերազմի մեջ, հազիվ առիթ, այլ նաեւ արաբական երկրները շատ սերտ ցանկանում են համագործակցել Ուկրաինայի հետ իրանց պաշտպանության հետ կապված, դրոնների հետ կապված բավական լուրջ հարցեր լուծելու։ Այսինքն սա առանց գաղտնիքներ բացահայտելու Զելենսկին Իրանին ասում է իմացի, մենք իրանց հետ բանակցում ենք որոշակի հարցերի շուրջ։ Այնպես որ խելքդ գլուխդ հավաքի, հանկարծ չփորձես Ուկրաինային վախացնես, էլի։ Իրանը նոր հարվածներ է հասցրել Քուվեյթին։ Այս էր նախորդ օրն ա եղել, հիմա այս վիճակում, երբ որ բանակցություններ ա գնում, բայց ում է հարվածներ հասցրել։ Քուվեյթի հյուսիսում որոտացել է հզոր պայթյունների շարք, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարված է հասցրել ամերիկյան ռազմաբազային։ Այսինքն, այդ որ ասում է բանակցություն ենք վարում, հաջողել բանակցություն ա գնում, բայց գնում է Օմանի հետ Իրանի մեջ, Ամերիկայի Միացյալ Նահանգները հարվածում է Իրանին, Իրանը հարվածում է ամերիկյան բազային։ Այդ բանակցության process-ում։ Այնպես որ պատկերացնենք որքանով է դա մոտ իրավիճակի։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու աշխարհում կա միայն երկու վայր, որոնք մարդիկ չեն կարող լքել՝ Հյուսիսային Կորեան եւ Գազան։ Մարդկանց պարզապես թույլ չեն տալիս լքել Գազան։ Այլ երկրներ ասում են ոչ, մենք նրանց չենք ընդունի, քանի որ դա կօգնի Իսրայելին։ Ես հարցնում եմ, իսկ ինչպես է ստացվում, որ Գազայի բնակիչներին օգնելը կարևոր չէ։ Ինչու նրանք չունեն նույն հիմնարար իրավունքը, որոնք ունեն աշխարհի միլիարդավոր մարդիկ տեղաշարժի ազատությունը։ Այ մարդ, այս մարդը փայլուն է, մի հատ էլ ընտրեք էլի, մի 50 տարի էլ թող մնա, որտեվ այս իր ճաճանճափայլ մտքերը կարող է աշխարհին պետք է։ Ասма ուզում եմ Գազան դատարկե։ Ասма դե Համասի հետ կռվում ենք, ասма բայց որ Համասը վերանա, չէ, ուզում եմ դատարկեմ, այնտեղ կուրորտ սարքենք։ Թրամփը ուզում է սարքի, եկել փեսեն տեսել է, հավանել է։ Դրա համար մարդկանց Թրամփը անգամ կանգնեց բարեկամ երկրներին արաբական, ասեց այս Գազայի ժողովրդին 1.2 միլիոն մարդ են, տարեք տեղավորեք փողերն էլ տամ։ Ասում ոչ մի դեպքում չենք անելու դա, չհամաձայնվեցին։ Փորձեցին Աֆրիկա տեղափոխեն, չա։ Այսինքն մարդը չի ուզում իր տնից դուրս գա, Իսրայելը խփում է, որ զորով դուրս գա։ Զորով էլ այդ մարդը դուրս չի գալի, ասում է կմեռնեմ, բայց իմ տանը կմնամ։ Հիմա ասում է բադու ազատ տեղաշարժի իրավունք չունես, այս ինչ վատ է այս աշխարհը։ Պայման չի ստեղծում, որ այս Գազայի ժողովուրդը ազատ տեղաշարժվեն։ Այն մարդը չի ուզում ազատ տեղաշարժվի։ Այդ մարդը ուզում է իր տանը ապրի։ Բայց դու ուզում ես իր տունը ձեռից խլես, մուննաթ ես գալի, որ ասում ես, բա մեկը չկա այս ազատ տեղաշարժվող մարդկանց, որոնց ստիպելով հարվածում եմ, սպանում եմ, որ տեղաշարժվեն, տեղ գտնեն, որ տանեն տեղավորը։ Ժորժ ջան, այս մակարդակով հարցը չեք լուծելու։ Դրա համար էլ այն ինքնապաշտպանության իրավունքը, որ հարգում էին նաև եվրոպական երկրները Իսրայելի, ասում են քո վրա հարձակվել է Համասը, դու ինքնապաշտպանության իրավունք ունես, հետո ասին հոп, դու վաղուց դրա չափը անցել ես։ Այնպես որ մեզանից չակնկալես, որ մենք քո ինքնապաշտպանության իրավունքը կհարգենք, որովհետև անհրաժեշտ ինքնապաշտպանությունը գերազանցելը արդեն քրեորեն հետապնդելի հարկ է, նույնիսկ կենցաղային պայմաններում։ Հիմա դուք տեսնում եք ինքը ինչա բացատրում։ Մեզ սպանեմ այդ մարդկանց տարեք տեղավորեք։ Այս ինչ անշնորհք մարդիկ եք։ Իսրայելը մոռանում է, որ Հյուսիսային Կորեայում չեն թողում դուրս գա։ Ուղղակի փակ երկիր է, իսկ Գազայում մարդիկ ուզում են ապրեն իրենց տանը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկրի զինված ուժերը չեն հեռանա Գազայի հատվածում իրենց դիրքերից, մինչև Համասը լիովին չզինաթափվի։ Նա նաև մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից վերջերս հայտարարված համաձայնագիրը։ Իսրայելի վարչապետի հայտարարությունների կասկածի տակ են դնում զինաթափման համաձայնագիրը, որը համարվում էր պատերազմի ավարտի ուղղությամբ հնարավոր առաջընթաց։ Այն նաև հրապարակայնորեն բացահայտում է Թրամփի վարչակազմի հետ շարունակվող լարվածությունը։ Հիմա այսինքն դուք տեսաք, որ անգամ Դոնալդ Թրամփին այն լարվածությունը, որ նույնիսկ ունի Իսրայելի հետ, չի կարողանում այդ հարցը լուծել, որովհետև ուղղակի չի համաձայնվում։ Ոստեղ էլ մի հատ խնդիր կա, էդ էլ մի հատ հասկանանք, այս ինչ հանելու կա։
Այսինքն Իսպանիայի ներքին գործերի նախարար Ֆերնանդո Գրանդե Մարլասկան հայտարարել է, որ Սեուտա ժամանած 72,000 միգրանտներից 70,000-ը վերադարձել են Մարոկկո։ Եվրամիության երկրները Սեուտայում միգրանտական ճգնաժամի ընթացքում Իսպանիայի կառավարության կողմից ձեռնարկված գործողությունները ճանաչել են արդյունավետ։ Զանգվածային միգրանտների ժամանման հետևանքը զոհերի թիվը հասել է 75-ի։ Հիմա այսպիսի հարց է առաջանում, միանգամից զուգադիպեց մի քանի օրվա ընթացքում երկու հարց եղավ։ Առաջինը Դոնալդ Տրամպը համաձայնվեց Patriot հրթիռների արտադրության լիցենզիան տա Ուկրաինային, մեկ է տարածվեց լուր, որ Նեթանյահուն Ամերիկային դիմել է, որ հանկարծ դա չանեն։ Որքանով դա հավաստի չհաստատվեց, բայց այնուամենայնիվ այդ կասկածները մնաց։ Մանավանդ երբ որ Ամերիկայում էր գտնվում Վոլոդիմիր Զելենսկին եւ Բենյամին Նեթանյահուն եւ Նեթանյահուն հրաժարվեց Զելենսկուի հետ հանդիպել։ Եվ բացի դրանից տարածվում է ինֆորմացիա, որ քանի որ հակաօդային պաշտպանության հրթիռների պակաս կա Ամերիկան ունի, հարց է առաջանում, թե Իսրայելը դեմ է, որպեսզի դրանք տան Ուկրաինային, բայց հարց է ծագում։ Իսրայելը նաև դեմ է, որ խաղաղության պայմանագիր կնքվի Ամերիկայի եւ Իրանի միջեւ։ Եթե Ամերիկան եւ Իրանը համաձայնության գան, այդ հրթիռների խիստ անհրաժեշտությունը այսօր չի ունենա Իսրայելը եւ այդ պարագայում այդ հրթիռները լավ էլ նորմալ արտադրում է Ամերիկան, կտա Ուկրաինային այն ինչ որ ունի, Ուկրաինան պատերազմ հաջողություններ կունենա։ Բայց ոչ, հերիք չի ասվում է, որ այն ինչ որ կա տուր մեզ ու նաեւ ամեն ինչ անում է, որ պատերազմը չդադարի։ Նաև բա Ուկրաինան ասում է ընդամենը տվեք ես արտադրեմ։ Ընդհակառակը գործին օգուտ չի։ Էմանացածն է ցես կտա։ Այս ինչ անուղակի եւ ուղակի աջակցություն է Ռուսաստանին։ Եվ պատահական չէ, ես ինչի ասի զուգադիպությունը։ Իսպանիայի հետ կապված ինչ տեղի ունեցավ։ Այդ քաղաք, որ նրանք հայտնվեցին, 72,000 մարդը մի օրում առավոտ քնից արթնացավ եւ որոշեց մտնի Իսպանիա։ Այդ ինչա բանա տենց որոշումը գրիպ է, հա, օդակաթիլային ճանապարհով տարածվում է։ Դա այդպես չի տարածվում, չէ, բայց մարդիկ կազմակերպված հետ կտեսան դրա մեջ, չէ։ Մեկը որ Մարոկոյի հետ Ռուսաստանը 30,000 տոննա բենզին առավ, եւ մյուսը որ Իսրայելը որոշակի քայլեր արեց այդ ուղղությամբ, որպեսզի հետևողականորեն լցվեն Իսպանիա, եւ Եվրոպան գլուխը խառնվի, մտածի ոնց իր անվտանգությանը դեր կանգնի, բա Ուկրաինայի հետ կապված էլ երկրորդական պլան մղվի։ Այս երկու անգամ Ռուսաստանի հետ զուգադիպությունը այլևս տարօրինակ չի թվում, ժողովուրդ ջան։ Եթե ընդամենը մեկը ելներ, կարող էինք դրան չանդրադառնալ։ Իհարկե Իսպանիան մտնելու հետ կապված պատմություն կա, ել չեմ հասցնի հիմա այսօր ասեմ, վաղ այնուամենայնիվ դրան կանդրադառնամ, թե ինչի են մարդիկ նաև կասկածում Իսրայելի կողմից հրահրված այլապես 72,000 մարդ կազմակերպված չէր մտնի։ Դա պետք է լավ կազմակերպել։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։